Վաղ առավոտից գնունու փողոցում իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ։ Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանի խոսքով գործը մինչև քանդելուն հասնելը իրենք 3-ից 4 ամիս տնտեսվարողների հետ բանակցություններ են տարել։ Այս տաղավարները, որ քանդեցին, այս մենք ամբողջ այս ժողովուրդը պետական բյուջեի է մոտ քանում գումարները, չէ՞։ Անենց չի աշխատում են մենակ իրենց գրպանի համար։ Աշխատում են, որ բոլորի ընտանիքներն են, թոշակառուя, զինվորա, բոլոր պարտավորությունները անում են։ Հիմա ասենք այս 60-70 ժողովրդի, որ անգործ թողեցին, դրանց գումարները ով պետք է վճարի։ Քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքով դրանք կրպակներ են, որոնք ժամանակին ունեցել են հողի վարձակալության պայմանագրեր, որոնց ժամկետները լրացել են, սակայն պայմանագրերը դեռ լուծված չեն։ Դա ժամանակի խնդիր է, որ ամեն ինչ կարգավորենք, կբերենք օրենքի դաշտ, հետևաբար նաև կանդրադառնանք դրան, որովհետև հնարավոր չէ այս մայթը ազատել մասնակի։ Ուրեմն անհրաժեշտություն կա, դա հանրության պահանջն է, եւ այս հատվածում դուք ինքներդ գիտեք, որ եւ երթևեկությանն է սա խոչընդոտում, եւ նաեւ ինչու՞ չէ նաեւ հետիոտնի անցուդարձ։ Անդրադառնալով այն բողոքներին, թե քանդված կրպակներում մարդկանց ապրանք է մնացել, քաղաքապետարանի պաշտոնյան արձագանքեց. նման դեպք չի եղել։ Տնտեսվարողները նախապես նաեւ իրազեկվել են, որ վաղ աշխատանքները ինչպես որ պայմանավորվել են իրականացնելու են, իրենք իրենց գույքը ամբողջությամբ տեղափոխել են, բոլոր հետ խոսել ենք, իրազեկել ենք նախատեսվող աշխատանքների մասին եւ իրենց նաեւ խնդրանքն է բավարարվել, որպեսզի իրենց հնարավորություն եւ ժամանակ տրամադրվի մինչեւ սեպտեմբերի 30-ը, որից հետո իրենց արդեն ապրանքները կտեղափոխեն, կրպակներն ու տաղավարները կազատեն։ Պաշտոնյայի խոսքով կրպակատերերի հետ փոխհատուցման հարց չի կարող քննարկվել, քանի որ դրանք իրավական կարգավիճակ չունեին։ Փառք տանք մեր տնօրենությանը, որ մարդկանց տեղեր հատկացրեց, որպեսզի որոշ մարդիկ դուրս չմնան, աշխատեն, տուն ընտանիք պահեն։ Ուղղակի իրանք նստել են ծառի հովին, գիտեն իրենց հովն է։ Իրանց տները սարքեն, նոր բիզնեսներ դնեն։ Ինչով անեն, այս ժողովրդի փողով են անում։ Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով այժմ դիտարկվում է նաև Փեթակի, Մալաթիայի շուկայի հարևանությամբ գործող կրպակների ապամոնտաժման հարցը։ Նարնե Ղուկասյան, Ստեփան Տիգրանյան, Րիոփան մեդիա։